Սիրելի բարեկամներ, ոնց տեսակ վագոնի մեջ մենակ եմ։ Քիչ եմ կարդում, ասեցի մի հատ կարճ միանամ, քանի ուրիշ մարդ չկա նստած, էլի որ այսպես բարձր չեմ կարող խոսամ։ Անցյալ շաբաթ հեռախոսով բան էի լսում, ձայնը մի քիչ բարձր էր, դել այնքան բարձր, որ ես կարողանամ լսել ստուգողը մոտեցավ Տոմսը ստուգելու, ինձ թվում այն դիմացի նստարանից էին ասել, ինքը մոտեցավ ինձ ասեց, ցույց տվեց, որ կպցրած է, որ այստեղ չի կարելի ձայն լինի, աղմուկ լինի, բարձր երաժշտություն լինի, ասեց խնդրում եմ այդ ձայնը կտրեք, իջացրի ձայնը, երբ մարդ կար այնտեղ աշխատում էր համակարգչով, կարող է խանգարում էր ձայնը, չգիտեմ, ինչև է, դրա համար հիմա մի քիչ զգուշանում եմ, ահագին էլ բարձր տուգանք է, էլի վագոնի մեջ, եթե նշածել է, ինչ-որ աղմուկ անելը, ինչև է, գործի եմ գնում, ահագին լավ ցուրտ է, ահագին տաք եմ հագնվել, չնայած վագոնի մեջ այդքան ցուրտ չի, բայց ամեն դեպքում էլ չեմ հանել բաճկոնս, այդպես սովորություն չունենք, չէ՞, մենք որ մտնում ենք վագոն կամ ավտոբուս ենք բարձրանում, հանենք բաճկոնը, իջնելուց հագնենք, բայց այստեղ իրանք անում են ձմեռնել, այն ցրտի որ մտնում են, հանում են բաճկոնները, հետո իջնելուց հագնում են, ինչ որ ավելի ճիշտ է։ Շաբաթ օրը շորերը ծալում էի սեղանների մոտ, այդպես հերթով ես ու Գայանը իրար հետ ծալում էինք, ջրի շիշը, այս շիշը, այս չէ, սրանից, ջրով լիքը լցրած, ընդմիջման որ գնացի, հետս լիքը ջուր լցրի ու վերցրեցի, խանութ բերեցի, տարա խանութ հետս, որ ընթացքում խմում եմ։ Շորերն էինք ծալում, ես էլ դրել էի սեղանի, հենց անմիջապես վրան չէ, երկրորդ տարակը, որ շատ աչքի չընկնի, շորերի արանքում։ Հետո որ սառավեցի ուզեցի ջուր խմեմ, նայեցի շիշս չկա, Գայանի հետ սկսեցի ման գալ, չգտանք, շիշը չկար, վերցրել էին հաճախորդներից, շոր մեկը իմ շիշը վերցրել էր, ինչքան էլ որ տարօրինակ թվա, ասենք ուրիշի շիշը, բայց փաստորեն վերցրել էին, շիշս չկար, հենց գործի ընթացքում նորից գնացել եմ ուրիշ են վերցրել, ես երկրորդն է արդեն վերցրել եմ ու հետո Գայանը իմ համար առավ, որ ընթացքում նորից ջուր խմեմ, պատկերացնում եք, որ կարա մարդը ուրիշի օգտագործած շիշը վերցնի ինքը օգտագործի, ինքը խմի։ Այդ ձևի մարդիկ էլ կան, որ չեն զզվում, կարան ուրիշի շշով ջուր խմեն։ Կարևորը ջրի բան լինի։ Չնայած այստեղ ինչ ասես լսում ենք, մի օր պատմեց, մի գոլեգա պատմեց, որ ընտանիք էր ճանաչում, որ ջուրը խնայելու համար վանայի մեջ ջուր էի լսում, հերթով ընտանիքի անդամները այդ նույն ջրի մեջ լողանում էին։ Պատկերացնում եք, ինչ ասես կլսենք։ Այս գիրքը կեսն եմ կարդացել, որովհետև մենակ այսպես գնացքի մեջ, երբ որ ասենք վիդեո չեմ ունենում, որ պետքա մշակեմ գնալուց, այս գիրքն եմ կարդում, մենակ գնալու ժամանակ, դրա համար այսքան երկար է տևում, բայց շատ եմ հավանում, ինձ հատկապես դուր եկա, որ այդտեղ մի հատված կար, շատ կարճ անդրադարձ կար, որ Ջոն Նավարոն հանդիպել էր Եղեռնից մազապուրց եղած ընտանիքի կամ այդ ընտանիքի տղային, այդպես կարճ ինքը անդրադարձել էր դրան։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր է, իմ համար որ շատ հետաքրքիր է, փորձում ինչ-որ բաներ սովորել, ես ընդհանրապես կյանքում այդպես եմ, միշտ ուզեցել եմ ինչ-որ բան սովորել, միշտ սովորելը մենակ այն չի, որ ասենք հավասանում ենք սովորում, բնականաբար ամեն մի բան լսելուց, կարդալուց, տեսնելուց սովորում ենք, իմ մոտ այդ բանը կա, որ ամեն ինչից, ամեն մեկից ես ուզում եմ, փորձում եմ մի բան սովորել։ Այսինքն վատ չի, որ մարդը չի իմանում, վատն այնա, որ մարդը չի ուզում սովորի։ Մարդ միշտ ունի ինքնակրթվելու, զարգանալու պահանջ, կամ դա պարտադիր ավելի շուտ ես կասեի, էլի, եթե չէ, ուրեմն արդեն մարդու աչքը կանգ է առնում։ Ինչ է, հերթական կանգ առում ենք, տեսնեմ իմ վագոն հելի, իմ վագոն արդեն իմն է, էլի սեփական վագոն սա, տեսնեմ այս վագոն մարդ բարձրանում է, թե չէ փոքր վագոն է։ Նախորդ վլոգի տակ կարծեմ շատ սիրելի անահիտներ գրել, որ ուշադիր լինեմ, որ եթե տեսնեմ նույն հաճախորդը խանութ գա, այդ մի եվրոն ետ տամ, Անահիտ ջան, այնքան շատ մարդ է մտնում մեր խանութ, ասենք օրական հազարներով մարդ է մտնում, ֆիզիկապես անհնար է, իմ մոտ տեսողական հիշողությունը շատ լավ է, ես կարամ հիշեմ, բայց անհնար է ուղղակի, որ խանութի դեմեց խանութը, ասենք բոլորին անհնար է տեսնել ու ուղղակի ֆիզիկապես անհնար է,
որովհետև ասենք հանուտի մի կետում ես գտնվում եմ ու կարող է ես այնտեղ մի քանի ժամ լինեմ ու չտեսնեմ արդեն մյուս տեղերում ով կա, ինչ կա, ամեն դեպքում լավ չեղավ, մի քիչ սիրուն պատմություն չեղավ, բայց ցավոք էլ բան չեմ կարող անեմ։ Ինչևէ, կյանքա ինչ ասես կպատահի։ Հարցրել էիք տոֆուն ոնց ենք պատրաստում, ես մի հատ համը բաղադրատ տոմս պատրաստեցի, բայց ամբողջությամբ չկարողացա նկարեմ կամ չհիշեցի, որ պետք է նկարեմ, մենակ պատրաստի կարամ ցույց տամ ոնց է ստացվել։ Շատ համով է ստացվել, եթե հետաքրքիր է մի հատ կնկարեմ նույնը։ We komen aan in Gent-Sint-Pieters. Eindstation. Եկակ են հասա, այստեղ էլ է ցուրտ, այստեղ խոնավության հետ կապված ցուրտն ու շոկը միշտ ավելի շատ է լինում, էլի ցուրտը ավելի ցուրտ է, շոկն էլ ավելի շոկ։ Հիմա մի հատ պետք է դեղատուն մտնեմ, մի հատ դեղ պետք է վերցնեմ, նոր գնամ։ Ուրեմն գնացքի մեջ նստած եմ, ասեցի չէ, վագոնը ցույց տվեցի, մենակ էի։ Վերջում արդեն մի երկու կանգառ էր մնում, ստուգողները երկու հոգի եկան, չստուգեցին, եկան ու դե նստեցին, զրուցում էին, հոգնած տենց մարդիկ էին։ Հետո արդեն իջնելուց սպասում եմ մինչև մեքենայի աղմուկն հասնի։ Հետո արդեն իջնելուց տեսեմ, որ նստել էի առաջին կարգի վագոն, դրա համար էլ մարդ չկար նստած։ Այնքան ծիծաղացի ճամփին, դե իրանք որ ստուգեին կասեին, կտեսնեին, որ առաջի կարգ է, ես երկրորդ կարգ պետք է նստեմ, տարբերությունը կարծեմ 70 եվրո է երկու կարգերի մեջ, դե ավելի մաքուր է, ավելի հանգիստ է առաջի կարգը, բայց դե մեծ երկրորդ կարգն էլ է ձեռք տալիս, շատ քիչ մարդիկ են օգտվում առաջին կարգից, այդպես որ սխալ վագոն էի նստել ժողովուրդը, այդպես հիմա անջատեմ, մտեմ դեղատուն, սիրուն ծաղիկներ կան այստեղ, ինչքան սիրուն են, սրանց անունը տեսնես ինչ է, ես էլ է սիրուն։ Մեկը մյուսից սիրուն են, հլը սրանք ինչքան լավն են, շատ սիրուն, 4 եվրո։ Ու գալիս, ես ծանոթ է ոնց որ չես, 7.50 Սելա սիրան Աստես, ես մարգարտա ծաղիկ է երևի, հա, 6 եվրո ես էլ նայք գծու տակտեղներ, պղպեղներ 15 եվրո ես գծվի սիրահարների համար սիրուն են, մեկը մյուսից սիրուն bevinden zich in het derde en vierde rijtuig. De plaatsen voor reizigers met beperkte mobiliteit en de
plaatsen bevinden zich in het eerste rijtuig in de zone A. Բարև ժողովուրդ ջան, ոնց եք, ես արդեն երկրորդ օրն եմ նկարում, գործի եմ, կայարան եմ եկել, ցուրտ մտել եմ փակ տեղը, որ չմրսեմ ազերս լավ չոր չեն, հələ լողանալուց հետո, լվանալուց հետո թողել եմ չորանա, մի քիչ ֆենով չորացրի, բայց ամբողջությամբ չեմ չորացրել, ժամանակ էլ չունեի, այնպես որ ասի մտեմ այստեղ չմրսեմ, հիվանդանամ առանց էլ երեք գոգորտս մի քիչ ոնց որ քերսվեր մի ձևի հետս աշխատող գոլեգաներից մեկը հիվանդ էր, ասեցի հարցրի գրիպ ես, ասեց հա, ասում բա ինչ ես եկել գործի, ասում ինչ անեմ, ասում չի ուզում բացակայի, բժշկի թուղթ վերցնել մի քիչ դժվար է էլի, ասեցի գոնե մասկա դնեիր, բա հիմա իրար հետ աշխատելու ենք, ես չեմ ուզում հիվանդանամ, ծիծաղում է, ասում բայց ես լուրջ եմ ասում, այդպես է էլի մեծ կոլեկտիվում, մեկը որ հիվանդ է լինում, մի քիչ անպատասխանատ մարդ է լինում, մյուսները այդպես կվարակվեն ու ավելի շատերը կբացակային գործից։ Մեկ որոշեցի շարֆ վերցնեմ, վերցրի շարֆը, ճիշտն ասած, բայց թողեցի մեքենայի մեջ, հետս չեմ վերցրել, պայուսակցել, որ մի քիչ փոքրոտ է, առանց էլ լիքն է, տենց բան չեմ անում, ընդմիջումը ամաներով եմ տանում, ասենք ուտերբրոդ բանը, ջրի շիշա բանը, վերջը պայուսակը փոքր է, պետք է երևի արդեն փոխեմ մեծ պայուսակ վերցնեմ, այդպես ես որ էլ կաշխատեմ մի քանի օր ազատ կլնեմ, լավ է, հանդերձանում եմ աշխատել էլի, երեք շատ նյարդացնող է հանդերձանում աշխատելը, երկու հատ աղջիկ երև մի կարող է 15-16, մաքսիմում 17 դժվար, 15-16 տարեկան, ոնց մատի վրա ինձ այսպես ֆռռացրին, ես կանգնել էի, որ փորձում գալիս են check անեմ, check-out, ու ուրեմն երկուսով սենց ոնց որ վրա տան, մի անգամից եկա, այդ ժամանակ իմ մոտ մեկն էլ կար, ում հետ որ արդեն բան զբաղված էի, հիմա այն մեկը ուզում է դուրս գա, ասում եմ սպասի ուր ես գնում, պետք է հələ մի հատ նայեմ, ասում է բանը, հա ես կարտ չունեմ, ասում դե քարտ ենք տալիս ու իրանք գնում մտնում են այդ քարտի վրա թիվա գրած, համար գնում մտնում են այդ տվյալ հանդերձարանը, հետո ետառնանց մենք այդ թվով ստուգում ենք, էլի, ասում չէ չունեմ ես քարտ, ասում առանց քարտի դու ո՞նց ես ներս գնացի, ասում ես չգիտեի, ասում մարդ չկար գնացի, այսինքն ուրեմն ինքան այն քոքված շուստրի տեսակներից էին, էլի, ուրեմն երևի կանգնել են հանդերձարանի դռան մոտ, որ տեսեն մի պա կարող են այնտեղի կանգնած աշխատողը որ շոր տանի ներսը դնի, այսինքն մարդ չլինի այդ պահին այդտեղ, ու իրանք գան թաքուն մտնեն հանդերձարան, իսկ թե ինչի են մտնում հիմա ասեմ, վերջը ասում եմ ինչի առաջին անգամ ես դու ստեղ, դու չգիտես որ պետք է քարտ վերցնես նոր մտնես փորձելու, ասում հա առաջին անգամ եմ ստեղ, խաբում է ինձ, ոդի վրա խաբում է, այն մեկը ասում հա ես էլ չգիտեի, ես էլ քարտ չունեմ, ես իրոք են չխայնացա, բայց ես ինչ կարամ անեմ ասենք արդեն, ասում ձեռն ներկված սվիտր կար այդ աղջիկա, վերցրի ձեռից, ասում ես դրանք ուզում եմ առնեմ, ասեցի դե վերցրա գնամ, մյուս անգամ առանց քարտի չգնաս փորձելու, ուրեմն հիշում եմ, որ դե չեմ կարող այդպես տեսքերը լավ հիշեմ, երկու հոգեին առավել ևս, բայց չնայած որ այս տեսողականս լավ է, բայց ուղղակի այդ պահին մի քիչ այդ բան ոնց որ կարճ ասած 3 հոգու հետ էի զբաղված։ Ինչևէ, գնացին այն երրորդը որ կանգնած էր, դրան սպասարկեցի, գնացի, ասի գնամ մի հատ ստուգեմ ներսը, գնացի հանդերձ այդ խցիկներից մեկը ստուգեցի, այնտեղ տեսա գները, ագին շորերի գներ, պոկած, գցած, այն շարֆեր, որ ասում եմ, մեր խանթի սպիտակ շարֆերն էր իրանց վզերին գցած, երկուսին էլ, ու այդ շարֆերից մեկի կախիչը թղթից կախիչներ են, էլի, վազքով դուրս եկա ու բանին անվտանգության աշխատողին կապվեցի, ասեցի, Են էլ չերել կարեցել որ բռներ դրանց, ասեցի երկու հոգին, երկուսն էլ սպիտակ շարֆերով, տենց էլ չեն կարեցել բռներ, գնացքն եկա պետք է ընդհատել ժողովուրդը։ €69
Մեզ գործի ժամանակ գունավոր բաներ չի կարելի կամ սև, այսինքն կամ սև չէ, ուղղակի սև։ Վարշավիրանոցի գներն են։ Կանանց մազերը կտրելը 45 եվրո, երկար մազը, կարճ մազը 35 եվրո, ներկելը 130 եվրո, երկարը կարճը 75, ֆենելը 45 եվրո, երկար մազերը, 35 կարճ մազերը, այն մյուսներ էլ չասեմ, հիմա ժամանակ չունեմ այդքան կանգնեմ, տղամարդու մազ կտրելը 25 եվրո, մորուքը կտրելը 18 եվրո, իսկ երեխաների մազերը 20 եվրոյա կտրելը։ Հասատեղ ժողովուրդ ջան, նենց ցուրտ էր, որ մի անգամից մտել եմ ճաշարանից մի հատ տաք, ընդհանրապես չեմ խմում, բայց այսօր վերցրել եմ տաք շոկոլադ, որ խմեմ տաքանամ։ Մինչև գործը կսկսեմ, մի 15 րոպե ունեմ հանգստանամ։ Տասնմեկ աստիճանով ու լավ ցուրտ։ Կապուչինոն արդեն շատ եմ փչացրել մեր մոտի, հիմա տեսնեմ հլես։ Այս էլ շատ քաղցր է, բայց մի քանի կում կխմեմ, ոչինչ։ Մեր մոտ, մեր համար էժան է, ընդամենը 30 ցենտ արժի։ Նախկինում որակը շատ լավն էր, բայց հիմա փչացրել են որակը։ Դե ինչ-որ դրսից են բերում դնում էլ, ինեն չի, որ մեր խանութինն է։ Այդպես գնաց եկավ կիսատ թողեցի, երևի լսեցիք չէ, որ ասեցի, այդպես էլ անվտանգության աշխատողը չէր կարողացել այդ երկու աղջիկներին տեսնել, որովհետև այնքան մարդամյա ժամանակ մտնում դուրս գալիս, մի հոգին չի կարա, էլ ֆիզիկապես չի կարա հասցնի այդքանին նայի։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, մազերս ընդհանրապես գործի ժամանակ հավաքում եմ, բայց այսօր չեմ հավաքել, որ թողել եմ մի քիչ այսպես կանգուր չորանա, այդպես կթողնեմ։ Շիշը հանեմ, որ ջուր լցնեմ, որ ամբողջ գործի ընթացքում խմեմ, անպայման հետս ձեռքի կրեմ եմ վերցնում, լվանալուց հետո կսում եմ։ Տանից դուրս գալուց արևային ձեռքի կրեմ եմ կսում, իսկ գործի տեղը արդեն այն մեկը փչովյա մի քիչ ամանը մեծոտ է, իսկ գործի տեղը այս մի տեսակն եմ հետս վերցնում, որ ձեռքերիս մաշկը գոնե մի քիչ փափուկ պահի։
Այս ժամին մենակ եմ հիմնականում սկսում գործը, մեկ-մեկ մի աղջիկ կա, ինքն էլ է գալիս, բայց առայժմ չկա, չգիտեմ գալու է այսօր թե չէ։ Ես ինձ մաղթեմ բարի աշխատանքային օր, իսկ ձեզ էլ բարի օր, առողջ եղեք, կհանդիպենք։